ձեռքը, իրականում Մակրոնի ձեռքերը արյունոտ են։ Այ մարդ չեք թողնում է ժողովուրդը ապրի, չեք թողնում է ժողովուրդը ուրախանա։ Առաջինը ճողոպրեցին հենց ֆրանսիացիները Կիլիկիայից։ Արչի բնի մոտ կանգնես ու այսպես ինչ որ կապիկություններ անես։ Ծանրաբեռնում անթարապես ձեր ուղեղը, ինչ որ վատ բաների մասին է խոսում, բայց այս պետք է։ Երևի հիմա Գեբելսը գերեզմանում մի քանի անգամ պատտվել է։ Մակրոն իր վրա փորձեց վերցնել Նապոլեոնի այդ բաները, դափնիները։ Եռագլուխ դավաճանները հենց այս Մակրոններն են, Միշելներն են, Բայդեններն են։ 4000 ռուսական զորքի տեղը լինեն, ասենք 4 կամ 5000 ֆրանսիական զորք։ Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ 7-րդ TV եթերում Մահակ podcast-ի հերթական թողարկումն է։ Մինչ մեր զրույցը սկսել մեր ունկնդիրներին հիշեցնենք, որ կարող են բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, Facebook-յան էջերին, հավանեն, միանան, տարածեն, մեկնաբանություններ գրեն, մի խոսքով այդ ամբողջ կոմպլեքսը իրենք անեն։ Արքնաս, ես ուզում եմ այս առումով շեշտել ու ընդգծել այդ քո ասացի կարևորությունը, հատկապես լայքելու, տարածելու, YouTube-ին էլ վերաբերում, Facebook-ին էլ վերաբերում, որովհետև վերջի շրջանում շատերը բողոքում են խոսքը ընդդիմադիր կոնտենտի մասին է, որ չգիտեմ, ալգորիթմների ինչ աշխատանքի արդյունքում կամ հետևանքով ընդդիմադիր կոնտենտը չի տարածվում։ Հիբրիդային երևի միջամտության արդյունքում այդ ամեն ինչը տեղի ունեցել, այն որ իրենք գալիս են այստեղ հիբրիդային իբր պատերազմի դեմն առնելու, իրականում հայ ժողովուրդը այս առումով հիբրիդային պատերազմի մեջ է գտնվում հակառակ կողմից, որովհետև մենք գիտենք, որ բազմաթիվ մատնագրություններ են գրվում YouTube-ների գրասենյակներ, Facebook-ների գրասենյակներ, որպիսի այն կոնտենտը, որը իրենց քիմքին հաջող չէ, դա առնվազն տարածում չունեն, այլ չեմ ասում փակվելու մասին, մնացած բաների մասին, հետևաբար մեր համակիրները, ովքեր մտածում են, որ մենք կարևոր գործ ենք անում մարդկանց տեղեկացնելու, իրազեկելու առումով, անպայման լայքեն, տարածեն, կոմենտեն, որպեսզի ավելի մեծ տեսանելիություն ստանա կոնտենտը։ Այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում նաև կարելի էր համարել շինորերի այս մեր թեժ իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցող, որ մի խումբ եվրոչինովնիկներ էին եկել, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ լավ ոգևորվել էին ու իրենց ցով զոմբիացած այս հասարակությանն էլ կերակրում էին, որ տեսեք, թե իբր ամբողջ աշխարհը մեզ հետ է, մեր թիկունքում է, մեզ սատարում է եւ աջակցում է։ Իրականում այսօր փորձենք մեր զրույցի միջոցով, նաև մեր հյուրի միջոցով հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ եւ ինչ վտանգների առջև է կանգնել Հայաստանի Հանրապետությունը, խոսքը բնականաբար էս եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովի մասին է, նախ տեղեկացնենք մեր ունկնդիրներին, թե ինչ է իրենից ներկայացնում այս կառույցը, որովհետև մարդիկ հիմնականում շփոթվում են, հաճախ չեն հասկանում, թե որը որն է, սա Եվրամիությունը չի, Եվրանեստը չի, Եվրախորհուրդը չի, մի խոսքով այդ եվրոպական նախկինում գոյություն ունեցող կառույցները չի, որովհետև սա ստեղծվել է 2022 թվականին ուկրաինական պատերազմից հետո անձամբ Մակրոնի նախաձեռնությամբ եւ իր հիմնական թիրախը Ռուսաստանն է։ Հետևաբար, երբ որ այս եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանը մեխանիկորեն դառնում է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ, թատերաբեմ, որի վրա խաղացնում են խամաճիկներ Նիկոլ Փաշինյանին եւ Զելենսկուն։ Այդ գագաթնաժողովում հնչած հայտարարությունները, ընդհանրապես Զելենսկու այցը, Մակրոնի դիրքորոշումը եւ ընդհանրապես կրկնում եմ բուն գագաթնաժողովի կայացումը Հայաստանի Հանրապետությունում արդեն ազդակ էր, որ Հայաստանը մտնում է հակառուսական քաղաքականության վեկտորի մեջ։ Եվ եթե արդյունքներով գնահատենք, թե օրինակ ինչ արդյունքներ ստացավ, դրական արդյունքների մասին է խոսքը, ինչ արդյունքներ ստացավ Հայաստանի Հանրապետությունը այս գագաթնաժողովից, կտեսնենք, որ ոչ մի բան, ընդամենը սենց այսպես մի փշիկ էր, երբ որ օրինակ ջերմուկը բացում ես, թշոց է, չէ, դուրս գալիս, իմիջիալոց այն ջերմուկը, որ Նիկոլ Փաշինյանի դուխով այցից հետո Ռուսաստան հիմա արտահանման հետ խնդիրներ ունի, այդ ջերմուկը երբ որ բացում ես, թշոցը անցնում է, մի որոշ ժամանակ հետո արդեն տակը ոչ մի բան չի մնում, գազը դուրս է գալիս, հիմա նույնը այս գագաթնաժողովի հետ կապված էր։ Այդ փշիկը եղավ
եւ արդյունքում հայ ժողովուրդը ոչ մի բան չշահեց վնասներից բացի։ Իհարկե այնտեղ իրենք միլիոններ են խոստանում, ինչ որ միլիարդներ են խոստանում, բայց սա էլ իրենց աչափնյակի մետրոն է։ Արդեն որերորդ անգամ իրենք գալիս են Նիկոլ Փաշինյանին սատարելու համար, այդ միլիոնները, միլիարդները խոստանում են, բայց այդպես էլ տեղ չեն հասնում, ինչպես է աչափնյակի մետրոն կառուցելու համար են իրենք արդեն եսին որերորդ ընտրությանը այդ խոստումով մասնակցում։ Անեկդոտն ասում է, դու էլ ասա, էլի մոտավորապես նույն բանն է, եւ իրոք բազմաշերտ այս ամեն ինչը արեկնաս իրոք որ այս գունագեղ շոուն որ կազմակերպվել էր, դրա հիմնական նպատակը հակառուսականություններ եւ Հայաստանին վերջնականապես տեղավորել այդ հակառուսական ռուսաֆոբ ակումբի մեջ, որը բացվել ասենք ճիշտ նշեցի Մակրոնի խավորությամբ, դրանից բխող անտանելի հետևանքներով Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Եվ այդ 2.5 միլիարդից սկսե 2.5, 2.4, 2.7 փոխվում է, նույն փողն է, ինչքան հասկանում եմ։ Թղթաբանությունն ավակի ավելացել։ 20 թվականից հետո հայ ժողովրդին հանգստացնելու համար, ցույց տալու համար, որ Եվրոպան մեր հետ է, հայտարարեցին, որ 2 միլիարդից ավել եվրո պետք է ներդրում արվի Հայաստանի տնտեսության մեջ, հետո ասին գրանտ է, չէ, մի մասն է ներդրում, մի մասն ընդհանրապես պարտք եւ այլն, վերջը չհասկացանք այդ ինչ էր, մոռացավ գնաց այդ ամեն ինչը 25 թվականին մի հատ էլ հիշեցրեցին, որ գիտեք 2.5 միլիարդ եվրո պետք է ձեզ այս կամ այն կերպ տրամադրենք, այդ էլ մոռացան մի տարի, հետո արդեն ասենք նախընտրական շրջանում ֆոն դեր Լայնները, որոնք Բաքվին համարում էին իրենց կարևորագույն գործընկերը, Հայաստանում կրկին հայտարարում են, որ 2.7 միլիարդ եվրո պետք է տրամադրվի Հայաստանին, մի մասը այս նպատակով, մի մասը այն նպատակով։ Սա հիբրիդայինից սկսենք, հա, խոսքի մեջ նշեցինք, որ հիմա այդ նիկոլական, իշխանական սեգմենտը, գոնգո քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, գոնգոն են կազմակերպություններ են, որոնք հիմնականում սպասարկում են իշխանության շահերը, այսինքն իշխանապաշտպան քաղաքասարակության ներկայացուցիչներ թմկահարում են բոլոր հնարավոր եթերներով խոսում են Հայաստանի դեմ ծավալված հիբրիդային պատերազմի մասին, ծավալվող կամ որը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից, չէ՞։ Մեզ համոզում են, որ նման ինչ որ բաներ կա։ Հիմա արեք հասկանանք, իրենց արածն է հիբրիդային պատերազմ, թե Ռուսաստանի։ Իրենք գալիս են այստեղ եվրաչինովնիկներով, որոնց իմիջիայլոց եթե ոմանք մոռացել են, հիշեցնենք, այդ եվրաչինովնիկներին Փաշինյան Նիկոլը որոշ ժամանակ առաջ անվանում էր Եվրայոնջաներ։ Այն աղջիկ ժամանակները, երբ որ ընդդիմություններ աշխատում։ Ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ օգտագործել այս մարդկանց նկատմամբ այդ որակումը։ Հիմա թե ինչն է փոխվել Նիկոլ Փաշինյանի մոտ, որ դարձել է մակրոնասեր, մակրոնաֆիլ կամ եվրոպալա Յոնջայասեր ասեմ։ Կամ յոնջայասեր, այս բառակայում շատ ճիշտ է։ Ես չգիտեմ, կամ գիտենք, փորձենք միասին հասկանանք եւ բացենք փակագծերը։ Հիբրիդային պատերազմի մասին են խոսում, բայց այդ ամբողջ կազմով գալիս են այստեղ ու աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Մակրոնը բացահայտ կանգնում հայտարարում է, որ ես աջակցում եմ կամ մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, ինչպես աջակցեցինք Մարիա Սանդուին Մոլդովայում։ Այսինքն սա ինչ է, եթե ոչ հիբրիդային միջամտություն։ Իրենք կարող էին ասել մենք հավատում ենք Հայաստանի ժողովրդավար ապագային, մենք տեր կկանգնենք հայ ժողովրդի, չգիտեմ, կատարած յուրաքանչյուր ընտրության, նման բան չեն ասում։ Իրենք ասում են կոնկրետ այս մարդուն, Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչու Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է, որովհետև Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է դառնալ հակառուսական գործիք եւ Հայաստանը ներքաշել մի ավանտյուրիստական գործընթացի մեջ, որի վերջնարդյունքը կարող է շատ տխուր լինել հայ ժողովրդի եւ Հայաստանի պետականության համար, բայց քանի որ դրա այլընտրանքը հիմա կոնկրետ հիմա ես ինչ որ խոսում եմ, կարող է տարիների, ամիսների կտրվածքով տեղի ունենալ, ցավոք սրտի, բայց այն ուրախությունը, այն կրկեսային ուրախությունը, որ պարգևում են եվրոպացիները, հիմա է։ Եվ պատահական չի, որ այդ գունագեղ շոուներով հասարակությանը զբաղեցնելը
ինչ որ լավ բաներ խոստանալը, 9 եվրոյով Կիպրոս թռնելը, դուք ուշադիր նայեք, որ իրենց падգամավորները, ԿՊԱ-ականները ինչ բառակույտ են օգտագործում։ Այ մարդ չեք թողնում է ժողովուրդը ապրի, չեք թողնում է ժողովուրդը ուրախանա, չեք թողնում է ժողովուրդը լավ զգա, գնա հանգստանալու։ Մի հատ ուշադիր եղեք։ Իրենց բառամթերքի մեջ դուք ուզում եք, որ ժողովուրդը միշտ սքի մեջ լինի։ Այո, իրենց բառամթերքի մեջ այդ դեֆամինը, որ մարդուն պետք է ուրախության էլի այդ բանը, ես բառը չօգտագործեմ, որոշ դեպքերում այլ բան են, ասենք սրսկվում կամ քթները քաշում այդ ուրախության մեջ հայտնվելու համար, հիմա սրանք քաղաքական կոնտեքստում են այդ ամեն ինչը ներարկում ժողովրդի մեջ, այդ ուրախության, այդ զվարճանքի, որ ուրախացեք ժողովուրդյան, կոֆե խմեք, խորովածը, առևտուրը, ուրախ եղեք ընդհանրապես, էլի, դե մի մտահոգվեք ոչ մի բանի համար։ Ուղեղն էլ անջատեք, պարտադիր պայմանը, որ ուղեղն անջատած այս ընդդիմությունը, այս ընդդիմությունը ձեզ ուզում է վտանգների մասին, ձեզ ծանրաբեռնում ընդհանրապես ձեր ուղեղը, ինչ որ վատ բաների մասին է խոսում, բայց ձեզ պետք է գնացեք ձեզ համար խորոված կերեք։ Բայց դրա այլընտրանքը կարող է մի ամիս հետո լինի այդ խորովածը հետ տալը ուղղակի կներեք ոչ եթերային բանը, բայց իրոք դա կարող է մեր քթից գալ։ Ինչու մեր քթից, որովհետև երբ դու գնում ես Մոսկվա, այնտեղ քեզ հստակ ասում են ինչ հնարավոր հետևանքներ կարող է տեղի ունենալ, երբ ասում են, որ դու չես կարող երկու աթոռի վրա նստել, ու այդ ամեն ինչից հետո այդ ակնհայտ է, էլի այնտեղ չպետք է ասեին, որ դու այստեղ հասկանայիր, թե ինչի մասին է խոսքը, ու գալիս ես այստեղ ու վարում ես դրա 180 աշճան հակառակ քաղաքականությունը, դա չի կարող հետևանքներ չունենալ։ Ու ցավոք սրտի հետևանքները հայ ժողովրդի ու Հայաստանի համար է լինելու։ Հա ոչ Նիկոլին, հիմա շատերը մտածում են, որ ասենք դրանից եթե ինչ որ Հայաստանը հայտնվեց կոշտ ռուսական հակազդեցության գոտում, դրանից Նիկոլ Փաշինյանն է դժվելու, Ալեն Սիմոնյանը, մյուս ԿՊԱ-ականներ, չէ ժողովուրդ չան, իրենք ունեն ավելին քան բավական ֆինանսական հնարավորություններ ասենք Եվրոպաներում կամ Թուրքիաներում իրենց հանգիստ կյանքը վայելելու, բայց մենք այդ ամեն ինչը չունենք, ունենալու դեպքում էլ մենք գտնում ենք, որ մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծագործենք, չգիտեմ, լավ ապրենք Հայաստանի Հանրապետությունում, որը թե բովանդակությամբ է Հայաստան, թե ասենք անունով, թե մնացած բոլոր ատրիբուտներով։ Իսկ Նիկոլ Փաշինյանից համար դա ամենևին էլ էական չի։ Երբ որ ելի հիբրիդային պատերազմին վերադառնանք, կներեք Մակրոնի ինչ գործն է, թե Հայաստանը իր սահմանները ինչ ձևով է պաշտպանում, եթե ինքը չունի ռեալ այլընտրանք դրան։ Մակրոնը իրեն թույլ է տալիս այստեղ հայտարարելու, որ այ պետք է 4000 ռուս զինվորները եւ 1000 սահմանապահները Հայաստանից դուրս գան եւ Հայաստանը ինքնիշխանության հիմքերի վրա պաշտպանի իր սահմանները։ Հետաքրքիր բան է ասում, եթե ասենք խոսեինք ինչ որ կայացած, բարեկամական, եվրոպական ինչ որ արյալում գտնվող պետության մասին, բայց մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում երևի այն պետությունները, որոնք մի քիչ ինքնավստահ չեն իրենց կարողությունների եւ ռեսուրսային հնարավորություններ չունեն, միշտ դաշնակիցների միջոցով են ապահովում իրենց անվտանգությունը։ Եթե Մակրոնը ասում է ռուսական զորքերը դուրս բերեք, ինչ է առաջարկում դրա փոխարեն։ Ասենք հեռադիտակներ, ոնց որ հիմա եվրադիտորդներն են օգտագործում, ասում են մենք միայն հեռադիտակներն ունենք։ Որևէ երաշխիք հեռադիտակներից ու դե բնականաբար բաներից, բաշխոններից, զրահաբաշխոններից բացի երևի ուրիշ երաշխիքներ չի տալիս, չէ՞ որ Թուրքիան չի հարձակվի, Ադրբեջանը չի հարձակվի, մենք ինչին պետք է հավատանք Մակրոնի ազնիվ խոսքերին, Մակրոնի խորհուրդներին կամ Մակրոնի խոստումներին, որ իրենք մեր հետ են, ինչով են մեր հետ։ Այսինքն ինքը առաջարկում է մի բան, անել մի բան, որին այլընտրանք որևէ համակարգ մեզ չի առաջարկում, ճիշտ է։ Իրականում Մակրոնները, եվրոչինովնիկները իրենք թքած ունեն հայ ժողովրդի վրա, Հայաստանի վրա, ինչպես թքած ունեին օրինակ արցախցիների վրա, ինչպես թքած ունեն ուկրաինացիների վրա, որ տասնյակ հազարներով զոհվում են, ու իրենք մի հատ խոսույթ ունեն, չէ՞, հիմա շրջանառության մեջ էսպես մի կեղծ թեզ են դրել, ասում են
պատերազմի եռագլուխ դևերը, իրականում պատերազմի Արցախը հանձնելու այդ եռագլուխ դավաճանները հենց այս Մակրոններն են, Միշելներն են, Բայդեններն են, որոնց քավորությամբ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանձնեց Արցախը եւ իրենք նորից եմ կրկնում թքած ունեին թե դրանից հետո ինչ տեղի կունենար արցախցիների հետ։ Հիմա թքած ունեն թե ինչ տեղի կունենա հայերի հետ, որովհետեւ հիմա Հայաստանը իրենք վերածում են Պրահա 2-ի ու ուղեղները մարդկանց լվանալու անջատելու մասին խոսեցինք դերենիկ։ Հենց այս շրջանակներում է նաեւ որ Գեբելսյան մի հսկայական քարոզչություն են իրենք իրականացնում եւ երևի հիմա Գեբելսը գերեզմանում մի քանի անգամ պատտվել է տեսնելով որ իր հոգեզավակները իրեն գերազանցել են մարդկանց մանիպուլացնելու, խաբելու, ուղեղները լվանալու առումով, որովհետեւ Արցախը դավաճանաբար հանձնածները այդ դահիճները հիմա դարձել են մարդասերներ, ներկայանում են որպես մարդասերներ, հայ ժողովուրդն էլ հաճույքով լավ ժողովրդի մի մասը, այսպես ասենք, սեղմում է Մակրոնի ձեռքը։ Իրականում Մակրոնի ձեռքերը արյունոտ են։ Սիրելի հայ ժողովուրդ, դուք սեղմում եք Մակրոնի արյունոտ ձեռքերը։ Դա նույնն է, որ օրինակ 1915 թվականից հետո սեղմեիք Էնվերի կամ Ջեմալի ձեռքերը։ Արեգնազ, այստեղ բացատրության կարիք ունի, որովհետև շատերը կարող է չընկալեն, թե ինչի մասին են խոսում, որովհետև ես նկատել եմ, որ կա մի մասը, որը ապրում է այս ռոպեական տեղեկություններով, այսինքն Մակրոնը եկավ, մեզ բարևեց, ժպտաց եւ այլն, դա լավ է։ Մյուսը վատ է, որովհետև ասենք, չգիտեմ, խոժոր հայացքով է նայել, բայց Արեգնազի ասացի մեջ հետևյալ տրամաբանությունն է դրած, որ 2022 թվականի հոկտեմբերին, կարծեմ, Պրահայում Մակրոնն էր խավորներից, հիմնական խավորներից մեկը, որ Նիկոլ Փաշինյանին ստիպեցին, համոզեցին կամ իր կամքով, չգիտենք, այդ հերձումը ցույց կտա, Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որը կերաշխավորի, չգիտեմ ինչ, ասենք, դու ճանաչի, հետո կերևա։ Այդ նույն փշիկներ են, որ ես ասում եմ, իսկ մի փշիկ ու արդյունքում ոչ մի բան չկար։ Այդ նույն Մակրոնի խորհրդով, հորդորով, պարտադրանքով Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, որից հետո արդեն ռուս խաղաղապաները այնտեղ որևէ բան չէին կարող անել, որովհետև շատ պարզ էր, եթե ճանաչում ես Արցախը Ադրբեջանի կազմում, Արցախը դառնում է Ադրբեջանի ներպետական խնդիր, երբ որ խաղաղապաների մասին ստորագրել էին այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ խաղաղապաները տեղ պետք է տեղակայվեին, Հայաստանը Ադրբեջանի կազմում չէր ճանաչել Արցախը, հետևաբար խաղաղապաների ֆունկցիաները այնտեղ գտնվելը տրամաբանորեն հասկանալի էր, բայց հենց ճանաչեցին, Ալիև ասեց, ճանաչել եք, սա իմ տարածքն է, դե հենց կրատներդ քաշեք։ Այո, ու հետո Ռուսաստանին, որ իրենք հիմա ինչ-որ պրետենզիաներ են ներկայացնում, արդեն անբարոյականություն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ այս վերջերս էլ անկեղծորեն արդեն հայտարարեց դրա մասին։ Այդ արդեն անցած թեմա է, որ ասում են Ռուսաստանն է ճանաչել, Ռուսաստանը ճանաչել։ Արեգնազ ջան, այդ ամեն ինչի մասին, հետո այդ հերվիս մենք էլ նրա համար ենք, որ հիշեցնենք անընդհատ։ Ու մի բան էլ ասեմ, իրենք ըստ էության Ռուսաստանի գլխին սարքեցին այդ առումով, քարոզչական փուչիկ սարքեցին, հետո սկսեցին մեղադրել ռուսներին, հակառուսական տրամադրություններ այստեղ գեներացրեցին, իմիջիայլոց նույն բանը հիմա էլ են ուզում անել այլ բանից։ Հիմա նայեք, Զելենսկուն, որ այստեղ բերել է, հասկանալի է, որ ասվել է, որ անպայման Զելենսկին այստեղ պետք է լինի, քանի որ ներկայացրեց իր ինչ տրամաբանությամբ այդ ակումբը ձևավորվել, նաև Ուկրաինային օգնելու տրամաբանություններ չէ, այդտեղ որ եվրոպական համայնքը պետք է այս գագաթնաժողովներով այդ կառույցով օգնի Զելենսկուն։ Եվ Զելենսկուն բերել էին տվել Հայաստան հակառուսական այդ տրամադրությունները բորբոքելու Հայաստանի գլխին սարքելու համար, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի հայ ժողովրդի, որովհետև իրենք այստեղ նստած նման քայլերով Զելենսկին գալիս է Երևան ու հայտարարում է, ասենք, մայիսի 9-ի Մոսկվային դրոններով խփելու մասին, Կարմիր հրապարակ, Երևանից այդ ամեն ինչը հայտարարում։ Ու այստեղից որևէ արձագանք, չգիտեմ, ինչ որ նշաններ, որ նու մենք այդ քաղաքականությունը չի լսվում, չէ՞, Հայաստանի իշխանությունների կողմից։ Այսինքն բերել տվել են, այստեղից սադրիչ հայտարարություններ են արվում, սադրիչ քայլեր են արվում, Մակրոնի կողմից ռուսական զորքերը դուրս բերելը, Զելենսկու կողմից մայիսի 9-ին Կարմիր հրապարակի վրա հարձակվելը,
եւ մի շարք այլ նմանատիպ նույն Գյումրիում իրենք որ գնացին այդ համերգ միջոցառում եւ այլն, պատական չէր Գյումրին ընտրված, որովհետեւ մենք գիտենք, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան է, ու դա նույնն է, որ օրինակ ոնց որ գնաս Արչիբնի մոտ կանգնես ու այսպես ինչ որ կապիկություններ անես, էլի, դա կներվայնանա, թաթով մի հատ կխփի։ Նույնն է, եւ այդ սադրանքներից հետո իրենք ակնկալում են, որ Ռուսաստանը կանի շատ կոշտ քայլեր Հայաստանի նկատմամբ։ Բնականաբար դրանից էլի Նիկոլ Փաշինյանն ու Ալենը չեն դուժելու, էլի հայ ժողովուրդն ու Հայաստանն է դուժելու։ Եվ դրանք Նիկոլ Փաշինյանը կօգտագործի որպես քարոզչական զենք, կասի տեսեք ռուսները, տեսեք ինչ են անում հայ ժողովուրդ ձեր հետ։ Էլ կմոռանան այն մասին, որ իրենք են այս ամեն ինչը սադրել։ Իրենք Մակրոնի հետ կատարյալ սադրիչներ են։ Աշխարհաքաղաքական սադրանքեր, այո։ Սադրիչներ են, այստեղ հավաքվել են, այստեղ չկար մի հատ լուրջ քաղաքական գործիչ, լուրջ պետական գործ, նույն Մակրոնին, ասենք, նայեք նրա վարկանիշը Ֆրանսիայում։ Ֆրանսիայում օր առաջ ուզում են ազատվեն Մակրոնին, այո, վերջացած, քաղաքական գործիչ։ Նույնը երևի կարելի է ասել Բրիտանիայի վարչապետի հետ կապված մնացած Զելենսկին էլ յակայա չկա։ Չէ, Զելենսկին էլ դե հասկանալի է, հա, այդ մարդուն, ասենք, նույն Նիկոլ Փաշինյանն է, ասենք, ուկրաինական տարբերակով, որը երևի երկրի մեծություններ է այստեղ կապված, որ ավելի մեծ աղետներ է բերել իր երկրի գլխին, քան Նիկոլ Փաշինյանը, զուտ մասշտաբի բանով, երկուսն էլ կատաստրոֆա են, ուղղակի երկրի մեծությամբ կախված, այնտեղ թվային քանակական առումով շատ ավելի մեծ է, միլիոնների է հասնում, հազարավոր քառակուսի կիլոմետրերի է հասնում, եւ այստեղ մի բան էլ կուզենայի ավելացնել, հիմա հայ ժողովրդին, որ կերակրում են ինչ է իրանց կարգախոսը, ինչ որ տեր եղեք ձեր խաղաղությանը, ինչ որ ախմախ կարելի է ասել, բաների վրա են շեշտադրումներ անում փիլիսոփայության։ Պատերազմ բերողները խոսում են խաղաղությունից։ Ես մի բան ասեմ ու անցնենք մեր հյուրի հետ քննարկելուն էս ամեն ինչ, արեք երևի տեսանյութ ունենք, մի հատ էլ տեսանյութը կնայենք։ Ուրեմն Ճապոնիան, այս վերջի 2 օրվա տեղեկատվություն եմ ասում, մեծացնում է իր ռազմական բյուջեն, որի արդյունքում կարող է հայտնվել այդ առումով աշխարհում 3-րդ տեղում։ Ես ինչ եմ խնդրում ուշադրություն դարձնել, որովհետև Ճապոնիան վերջին 80 տարիներին համարվում էր պացիֆիստական երկիր։ Այսինքն օրենսդրորեն իրենք պացիֆիստներ են։ Օրենքով ընդունված է, որ իրենք չպետք է պատերազմների մասնակցեն, իրենց ռազմական ուժերն էլ կոչվում են ինքնապաշտպանության ուժեր, պաշտպանության ինքնապաշտպանական ուժեր են։ Եվ սկսել է Չինաստանի սահմանից ընդամենը մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա տեղադրել հակաօդային պաշտպանության զենքեր, ռադարներ եւ այլն։ Այսինքն ինքը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը եւ նշում է, որ ըստ էության դուրս է գալիս այդ պացիֆիստական փիլիսոփայությունից եւ փորձում է իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովել։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, որ Ճապոնիան այն երկիրն է, որտեղ տեղակայված են ամենաշատ ամերիկյան ռազմաբազաները։ Այսինքն ճապոնացիները հասկացել են, որ տուրբուլենտային այս աշխարհաքաղաքական իրավիճակում պետք է մեծացնել ռազմական բյուջեն, որովհետև քո սեփական շահերը պաշտպանելու համար քեզ պետք է ուժեղ բանակ։ Երկրորդ Իրան-Ամերիկայի հետ հակամարտության պատերազմի ընթացքում նայելով արաբական ծոցի երկրներին իրենք հասկացան, որ Միացյալ Նահանգները այլևս չի կարող հանդիսանալ երաշխիք անվտանգության ապահովման տեսանկյունից։ Հետևաբար պետք է, ես նշում եմ, որ ամենամեծ Ճապոնիայում ամենամեծ ամերիկյան զորքերն են տեղակայված։ Այսինքն իրենք այդ երկու բանը հասկացել են, որ չի կարող Միացյալ Նահանգները արևմուտքը այս դեպքում ապահովել անվտանգությունը, երկրորդ մենք պետք է սեփական ուժերով ապահովենք մեր անվտանգությունը, քանի որ տուրբուլենտային աշխարհը կարող է վայրկյանների ընթացքում շատ բան փոխվել։ Իսկ մեզ կերակրում են այլ բաներով։ Հայ ժողովրդի միստվալ մասի թվում է, թե եկել է ուրախ, երջանիկ, անդարդ, անհոգ ապրելու ժամանակները։ Բոլորս էլ ուզում ենք նման ժամանակներում ապրել։ Բայց արդյոք դա այդպես է։ Արդյոք մեր այդ արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր չի նստելու, շատ մոտ տեսանելի ապագայում։ Արդյոք մենք սրա համար շատ ծանր կին չենք վճարում։ Մենք 18-19 թվականներին տեսանք, հա, ինչպես մեզ կերակրեցին, փափուկ բարձ դրեցին
ասին, տես ինչ ժողովրդավար լիդեր է եկել իշխանության, ինչպիսի քաղաքական ինքնիշխան քաղաքականություն է, ժողովրդավարության բաստիոն է Հայաստանը դարձել։ Չգիտեմ ինչա բաստիոնը։ Հիմա էլ ինչ որ Եվրոպայի սիրտ է դարձել։ Հա, առաջ ենք գնացել։ Մոտ 5000 զոհ տվեցինք, չէ՞, այդ արխայինության բանում։ Հիմա էլ ասենք, չգիտեմ, հա, Եվրոպայի սիրտ են արջ դառնալու պատմությունն այն բուն, որ Նապոլեոնին ասում է, պետքա փրկվելու համար դառնաք արջ։ Գայլերից փրկվելու համար այս նապոները ուտում, խմում, ուրախանում են, էլի, որ նայում եմ այդ տպավորությունն է իմ մոտ, էլի, որ հեսա լուծումը գտել ենք փրկվելու եւ այլն, որ օյաղանում է մի քիչ այդ թողնում է այդ ամեն ինչը, գնում բուին ասում են թե այ Պուջան, լավ խորհուրդ ես տվել։ Հիմա ասա ոնց դառնանք արջ տեխնիկապես, էլ տեխնիկապես էս Կոշտանը ասել, չէ՞ որ սիրտն ենք Եվրոպայի։ Կոշտա ջան, ասա ոնց սիրտը դառնանք Եվրոպայի իրականում։ Բուն ասում է այդ տղա, ես ռազմավարական խորհուրդներ եմ տալիս, մանր հարցերով չեմ զբաղվում։ Հիմա էսա, ասում է Եվրոպայի սիրտն է, հա տեխնիկապես ոնց է արտահայտվում Եվրոպայի սիրտ լինելը։ Դերենիկ ես հակառուսական աշխարհաքաղաքական մեծ սադրանքին առաջին հերթին բնականաբար արձագանքեց ու շատ կոպիտ արձագանքեց հենց Ռուսաստանը, որովհետև հասկանում է, որ ինչ տեղեր ունենում իր դեմ էր իրականացվում ու պատահական չի, որ Մեդվեդևը Փաշինյանին եւ Զելենսկուն անվանեց երկու անուղեղ ռուսատյացներ։ Ես իր գրառումից ուղակի մի հատված մեջ բերեմ, գուցե տեղյակ չեն մեզ դիտողները։ Երևանում երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք հիանալի խոսում են ռուսերեն, իրենց թերարժեքության պատճառով զրուցում էին վատ անգլերենով, թեև ամենայն հավանականությամբ դա տեսախցիկների համար էր, իսկ հետո նրանք լեզվին տվեցին իրենց սովոր մեծ ու հզոր ռուսերենով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպիսի այդ տգետներից անգլերենի ստուգարկ ընդունեն։ Գրել էր Մեդվեդևը սոցիալական ցանցի իր էջում, իսկ ռուսական մամուլն էլ ես վստահ եմ, որ հետևել ես, համատարած շատ կոշտ դիրքորոշումներով ռեպորտաժներ, վերլուծություններ, մեկնաբանություններ էին հրապարակում։ Ես уղղակի առաջարկում եմ, որ дրանցից մեկ Ռասիա 24-ի ռեպորտաժը մենք դիտենք, որից հետո արդեն մեր զրույցը шарնակենք Հյուրի հետ։ Армения – сердце Европы. Именно так заявил председатель Евросовета Антонио Кошта, открывая пленарное заседание в Ереване. Сердце Европы – это страна Южного Кавказа в Азии, не имеющая общей границы ни с одним государством ЕС. После саммита о сбалансированном и многовекторном курсе, который так часто упоминал премьер Пашинян, говорить не приходится. Армения последовательно превращается в центр антироссийской политики. Сегодняшний саммит поистине исторический. Впервые европейское политическое сообщество собирается здесь, на Южном Кавказе, и он возвышает Армению в сердце Европы, туда, где ей и место. Макрон, прогуливавшийся накануне по Еревану, в зале был уже в амплуа наставника. По его словам, Армении не стоит слишком полагаться на Россию. Франция поддерживала Армению, как могла. Если посмотреть на геополитический контекст, лучше не слишком полагаться на Россию. Ее не было там в 2020 году, ее не будет завтра, если только вы не выберете новую форму зависимости. Премьер Пашинян послушал, согласился и в тот же день подписал декларацию о стратегическом партнерстве с Великобританией. Выбор сделан, и он означает вполне конкретные последствия для страны. Армянский бизнес экспортирует тонны пищевой и сельхозпродукции в Россию. В ЕС она никому не будет нужна. Привилегии Евразийского экономического союза, которыми Армения пользовалась годами, теперь под вопросом. Сценарий уже отработан в Молдавии, где после разворота политики на Запад разорились фермерские хозяйства и вырос государственный долг. Европейские кредиты после выборов придется отдавать. ЕС, между тем, расхваливает теперь премьера Пашиняна и закрывает глаза на положение дел внутри страны. Впрочем, восторг от саммита разделили в Европе далеко не все. Саммит в Армении провалился. Реальных решений по его итогам не найдено. ЕС продолжает политику провала в отношении Украины. Саммит был бы успешным, если бы санкции против России были сняты. Особую роль в ереванском саммите отвели Зеленскому. Кстати, именно Украина поставляла Азербайджану фосфорные боеприпасы, которыми обстреливался Нагорный Карабах. Но теперь Пашинян не поднял этот вопрос и вовсе, и уже сам без 5 минут готов поставлять оружие Киеву. Таких подобных руководителей, как Зеленский, в Армении мы вообще не хотим видеть на своем земле. Человек, который везде, где бы он ни был бы, символ войны,
мы бы не хотели бы видеть его вообще-то в Армении. Но Пашиняна интересует другое. Европейский карт-бланш накануне парламентских выборов. Евросоюзу ответно нужен форпост на Южном Кавказе и послушный исполнитель. Сделка понятная. Вопрос только в том, кто за нее заплатит. Ответ тоже известен. Армянский бизнес, армянская диаспора в России, армянские фермеры, чья продукция в ЕС никому не будет нужна. Дарья Григорова, Даниил Габдуллин и Сергей Марачев. Европейское бюро вестей. Հայաստանում իրականացված աշխարհաքաղաքական հակառուսական սադրանքի թեման շարունակում ենք մեր հյուրի Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք կրկին հյուրընկալվելու համար, պարոն Բոզոյան։ Խոսում ենք Մակրոնների այցերից, այստեղի այդ կրկեսային ներկայացումներից, սադրանքներից եւ այլն։ Հիմա փորձենք հասկանալ ռուսական արձագանքը པարզ էր, հենց սկզբից էլ པարզ էր, թե ինչ արձագանք է այդ ամեն ինչ ունենալու, հատկապես ինֆորմացիոն ֆրոնտում, բայց հետաքրքիր էր թուրքական աշխարհի արձագանքը։ Ես գիտեմ, որ դուք ուսումնասիրել եք, ես մի փոքր նայեցի ադրբեջանական մամուլը, այնտեղ ժողովրդական խոսք կա, չգիտեմ ինչքանով է տեղին է արտահայտել, ասում հարցի հետևով փեսին լավություն անել։ Մոտավորապես այդ էին ասում եվրոպացիք եկել հայերին բաներ են խոստանում, որ պետք է արվի մեր միջոցով։ Ու իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ իրենք ասում են բախբեր, մեր քյարը որն է այդտեղից էլի, մի բան էլ մեզ տվեք։ Հիմա հասկանանք թուրքերի կողմից ինչ արձագանք կա։ Տեսեք, այս Մակրոնի այցի Հայաստան առիթ եղավ, որպեսզի ուղղակի ուշադրություն դարձնենք, թե Թուրքիայում ինչպիսի արձագանք եղավ այս այցի հետ կապված եւ ընդհանրապես եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ նստաշրջանի հետ կապված եւ պարզվեց, որ Թուրքիան թուրքական վերլուծական միտքը շատ ավելի խորներ եւ ավելի լուրջ ուսումնասիրում է, տեսնում ես, նրանք շատ փայլուն տիրապետում են, թե ընդհանրապես ինչա կատարվել Ղարաբաղի հետ կապված, ինչ ծրագիր ունի Մակրոնը, ինչի համար այս քայլերը գնաց եւ այս վերլուծությունները տեսնելով դու ոնց որ ասում վեկ ժիվի վեկ ուչի sense հասկացողություն կա, չէ՞։ Ուղղակի ապշեցուցիչ process-ա գնացել, թե օրինակ իմ ավելի པարզ է դառել, թե ինչի Ղարաբաղը հանձնվեց։ Տեսեք, ուրեմն Ղարաբաղը թուրքական մամուլն է։ Թուրքական մամուլը ինքը բացում է դա։ Ուրեմն պարզվում է, որ ուրեմն 21 թվականին, 2021 թվականին Ֆրանսիան կնքեց մեծ համաձայնագիր Հունաստանի հետ, հակաթուրքական համաձայնագիր կնքեց, որտեղ փաստորեն առաջին անգամ ինքը ձևակերպեց, որ ինքը իր վրա վերցնում անվտանգային ամբողջ համակարգը Հունաստանի հետ կապված։ Այսինքն եւ նաեւ նա որոշում կայացվեց, որ Կիպրոսում, հունական Կիպրոսում պետք է բացվեն ֆրանսիական նոր ռազմակայաններ։ Նշված էր, որ արդեն Ֆրանսիան իր վրա փորձում էր վերցնել մի հատ մեծ առաքելություն Եվրոպայում, որպեսզի նոր լիդեր դառնալու համար։ Հիշում եք այն ժամանակ միշտ կար Գերմանիայի ղեկավարն լիդեր, թե Ֆրանսիայի ղեկավարը։ Եվ փաստորեն 22 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը առիթ դարձավ, որ Ֆրանսիան փորձի իր վրա վերցնի, այսպես նոր Նապոլեոնի, այսպես դերակատարումը, ինչպես որ Նապոլեոնը, հիշում եք, որ Ֆրանսիայի ասենք մեր Եվրոպայի լիդեր դառնալու եւ հարձակվեց Ռուսաստանի վրա, չէ՞։ Սանկցիաներ էր Անգլիայի վրա։ Ֆորմալ իմաստով ձևակերպված, որ դեմոկրատական Ֆրանսիան փորձում է ազատագրել ստրկատիրական եվրոպական երկրները եւ գլխավորը Ռուսաստանը։ Այսպես ձևակերպում կա, չէ՞, 1800-ական թվականներին։ Հիմա նույն բանը Մակրոն իր վրա փորձեց վերցնել Նապոլեոնի այդ բաները, դափնիները, որպեսի այսպես ասած մեծ հակառուսական ֆրոնտ սարքի, նաեւ հակաթուրքական ֆրոնտ սարքի, շատ հետաքրքիր ձևակերպում ասեմ, ուրեմն 22 թվականին հիմնեց այս եվրոպական քաղաքական համայնքի կառույցը, որը ուղիղ հակառուսական կառույց էր, որի առաջին նստաշրջանը եղավ Պրահայում հոկտեմբերի 6-ին եւ որտեղ էլ որոշվեց Ղարաբաղի ճակատագիրը։ Այսինքն հիմա Թուրքիան բացում է, ասում է, որ փաստորեն Ֆրանսիան, Մակրոնը ինքն է եղել դրա ճարտարապետը, համոզել է Փաշինյանին, որ արի մենք Ղարաբաղը հանձնենք, Ադրբեջանին հանձնենք, հետո այդ դրա դիմաց Հայաստանը դուրս կբերենք Ռուսաստանի ազդեցությունից եւ Հունաստանի, Իսրայելի հետ միասին մի հատ մեծ դաշինք կսարքենք Թուրքիային ճնշնեղելու համար։ Ես ուղղակի ասում եմ, որ դու պատկերացնես, թե իրանք ինչ հերահար ծրագրեր ունեցել։ Ես ուղղակի sense որ հիմա վերլուծում եմ, փշակ խաղվում եմ, որովհետեւ այն ինչ որ սրանք պատկերացնում են, դա ավանտյուրիստ է միջազգային Մակրոնը։ Պարոն Բոզոյան, ոսոր հոգեկան հիվանդի զառանցանքը։ Զառանցանքը դա այն խոսքը չի։ Հիմա տեսեք, դա մոտավորապես Հիտլերն էր զառանցում, հիշում ես ժամանակին։ Բայց հիմա տեսեք ինչ կատարվեց։ Իրանք այդ կյանքի կոչեցին այդ ամենը։ Այսինքն հոկտեմբերի 6-ին ստորագրեցին Ղարաբաղը հանձնեցին
Այն հույսով, որ Ադրբեջանի հետ լեզու կգտնեն եւ Ադրբեջանի հետ հարցը կփակեն, որպեսզի մեծ այդ դաշինքը ձևավորվի։ Այս Իրանի վրա հարձակումը Իսրայելի բան այդ նույն տրամաբանության մեջ է, իրանք նպատակ էին դրել, որ սկզբից Իրանը ջարդեն, հետո Իսրայելը, Թուրքիան ջարդեն։ Եվ զարմանալի չէր, որ Թուրքիան փաստորեն թույլ չտվեց, որ ամերիկացիները քրդական շրջանակներին օգտագործեն Իրանի դեմ, որտեվ այդ նույն տրամաբանության մեջ մինչև ռազմաբազաներ թույլ տվեցին, այո։ Հիմա տեսեք ինչա կատարվել եւ հիմա ինչ ծրագրեր ունեն։ Հիմա Մակրոնը որ եկավ ասեց 4000 ռուսի որ պետք է հանենք, հիմա տեսեք թե իրանք ինչ ծրագրեր ունեն, որ պատկերացնենք, որտեվ թվում է թե սա ինչ-որ վերացական ձևակերպումներ են։ Ուրեմն այս մի շաբաթ առաջ, մոտավորապես ապրիլի վերջին, Մակրոնը Աթենքում հայտարարում է, որ ինքը միջուկային հովանոց է հայտարարում, որ պետք է լինի Հունաստանի եւ Կիպրոսի վրա, որը մեծ արձագանք եղավ Թուրքիայում եւ Մակրոնին աջակցեց Իսրայելը եւ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, որտեղ Էրդողանը հայտարարեց, որ 100 տարի առաջ, երբ որ Թուրքիան պայքարում էր անտանտայի երկրների դեմ, առաջինը ճողոպրեցին հենց ֆրանսիացիները Կիլիկիայից, ինքը բանալեց։ Հիմա նույն բանը փորձում են կրկնել այս երկրորդ անգամ այս նույն բանը, եւ եթե իրանք փորձեն շարունակել այդ ամեն ինչը, մենք կմեծացնենք մեր բնական սահմանները, Անատոլիայի բնական սահմանները, եւ արևմուտքից եւ արևելքից։ Բառացի իր հայտարարությունն եմ ասում։ Հիմա տեսեք թե բանը ով է Փաշինյանը, ինքը իրական այդ ավանտյուրայի բաղկացիչ էլեմենտն է։ Մակրոնը պատրաստվում է հաջորդ հայտարարությունը անի, որ ռուսական զորքերի տեղը մենք պատրաստ ենք բերենք ֆրանսիական զորքեր, այսինքն 4000 ռուսական զորքի տեղը լինեն, ասենք 4 կամ 5000 ֆրանսիական զորք, որը կարող է հասարակության մեջ ինչ-որ չգիտեմ դրական կալի ինչի է տենց, տեսեք։ Ինչ են հայտարարում թուրքերը։ Թուրքերը ասում են, որ քանի որ կա միջազգային հարաբերություն, միջազգային քաղաքականության մեջ կա բնական վախ հասկացողություն։ Այսինքն հայերը վախենում են թուրքերից, հույները վախենում են թուրքերից, չէ, ասենք տենց հասկացողություն կա։ Իսրայելը վախենում է Իրանից, Իրանը վախենում է Միացյալ Նահանգներից եւ այլն եւ այլն։ Հիմա ասում է հետեւյալը, քանի որ կա բնական վախ հասկացողություն փոքր ժողովուրդների մոտ, այդ բնական վախը հիմա մեծ երկրները կապիտալիզացնում են եւ օգտագործում են եւ այդ ժողովրդին սարքում են մանրադրամ, իր խոսքերն եմ ասում։ Եվ մանրադրամի դեմ են փորձում օգտագործել Հունաստանը, հունական Կիպրոսը եւ Հայաստանը, եւ ինքը հայտարարում է, որ այդ օգտագործում են այդ հույն եւ հայերը, իսկ ուզում են փորձում են օգտագործել Իսրայելը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգների ինչ որ շրջանակներ։ Ընդ որում Միացյալ Նահանգներում էլ կա հունական լոբիստական շրջանակներ, որոնցից արդեն մի քանի կոնգրեսմեններ ու սենատորներ հայտարարում են, որ մոտ ժամանակներս մենք պետք է ամեն ինչ անենք, որ Այա Սոֆիա այդ մսկիթը, որ դա մսկիթը դարձել, պետք է նորից սարքենք հունական տաճար։ Այսինքն փաստացի Թուրքիան հայտարարում է, որ մեծ սպառնալիք է առաջացել իր համար, իր գլխավոր թիրախը հայտարարում է Իսրայելը եւ Ֆրանսիան Մակրոնի գլխավորությամբ, ընդ որում ասեմ, որ 27 թվականի նախագահական ընտրություններում Ֆրանսիայի նախագահի ամենամեծ հավանականությունը ունի դառնալու Բարդելան, այսինքն ազգայնականների ներկայացուցիչը, որը նույն տրամաբանության մեջ է գործելու ավելի հավատարիմ է Իսրայելի նկատմամբ, ավելի հակաթուրքական դիրքորոշում ունի, ես ուղղակի այդ ինֆորմացիան ասեմ ձեզ, թուրքական փորձագիտական շրջանակները նշում են, որ ամենաթույլ օղակը դա Հայաստանն է լինելու եւ իրանք սպասելու են թե ինչ արձագանք կլինի Ռուսաստանի կողմից, որտեղ իրանք ասում են, որ քանի որ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ երկիր է, մենք չենք կարող դեռ Հայաստանի նկատմամբ ինչ-որ քայլ անենք, որ պահին որ մենք արդեն ճշտենք, որ արդեն Հայաստանը Ռուսաստանի ազդեցություն դուրս է գալիս, մենք մեր քայլը կատարելու ենք, մենք ընդլայնելու ենք մեր բնական Անատոլիայի սահմանները եւ եւ արևմուտքից եւ արևելքից։ Նույնը իրանք հայտարարում են, որ մենք սպասում ենք Միացյալ Նահանգների նահատականներին Մակրոնին, իրանք սպասում են, որ Միացյալ Նահանգները դատապարտեն Մակրոնին եւ Իսրայելին, եթե ասում են իրանք չդատապարտեցին, ուրեմն մեր բնական սահմանները նաեւ արևմուտքում կընդլայնվի հունական Կիպրոսի եւ Էգեան կղզի հայտնի կղզիների հաշվին։ Սա է սողոքի իրականությունն է։ Ռուսաստանը իր այդ քայլերը երբ կիրականացնի, ընտրություններին կսպասի, մինչև ընտրությունները կանի։ Ռուսաստանը ասում է հարգելի հայ ժողովուրդ, դուք ձեր մոտ կանգնած է ընտրություն, ավանտյուրիստի եւ ոչ ավանտյուրիստի։ Կարող է այդ ոչ ավանտյուրիստ շրջանակները այդքան լավ ուժեր չեն։ Կարող է ձեզ այդքան կարող դուրը չգա։ Մի հատ չի, մի քանի հատն է։ Բայց իմ համար կարևորը որ մենք հասկանանք դուք որպես երկիր ուզում եք գնաք ինքնասպանության ճանապարհով, թե ուզում եք ապրեք, լավ թե վատ։
Մենք էլ եթե դուք ուզում եք ապրեք, մենք ձեզ կօգնենք, եթե դուք ուզում եք ինքնասպանության ճանապարհով գնաք, ուրեմն ռուսները շատ པարզ սկզբից տնտեսական պատժամիջոցներ կսկսեն, տեսնելով որ տնտեսական պատժամիջոցները չի հասնի իր նպատակին, իրանք պարզապես ոչ մի քայլ չեն անել, իրանք պարզապես մեսիջ կուղարկեն Թուրքիային եւ Ադրբեջանին, որ կասեն գիտեք ինչ, քանի որ այս երկիրը դադարել է մեր դաշնակիցը դառնալ, դուք արդեն ազատ եք ինչ ուզում եք արեք։ Իրանք Թուրքերը արդեն ավտոմատ իր խնդիրները կան։ Բարագայում պարոն Բոզյան, որ ասում եք, հիմա տեսեք մենք տեսեք, կներեք, մի հատ էլ բան ասեմ, տարածված տեսակետ կա, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը շողոքորթում է, բնակալությունն է, քզնում է Էրդողանին, բան Թուրքիայի կողմից վտանգ չի լինի։ Ուրեմն ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, չգիտեմ, բոլորին եմ ուզում ասել։ Ուրեմն տեսեք, ընդհանուր առմամբ Թուրքիան Հայաստանի կամ այլ երկրի նկատմամբ չի որոշում, չի պայմանավորվում Հայաստանի դիրքորոշմամբ։ Այսինքն հայերը քծնեն, թե չգիտեմ ինչ անեն, դա կարևոր չի, որովհետև Հայաստանը իրանց համար երբևիցե լուրջ վտանգ չի սպառնում։ Իրանց համար լուրջ վտանգ սպառնում է Թուրքիան։ Իրանք Հայաստանը դիտարկում են Ֆրանսիան, ներողություն։ Իրանք Հայաստանը դիտարկում են Ֆրանսիայի էլեմենտ։ Որպես Ֆրանսիայի էլեմենտ, իրանք այտենց են քայլը կատարում։ Այսինքն իրանց որոշումը Հայաստանի նկատմամբ պայմանավորված անելու Մակրոնի որոշումները, ոչ թե Հայաստանի իշխանության որոշումները։ Այո, իրենք խորապես թեկած ունեն, թե այստեղ ով ինչ մտածում, ինչքան են քսնում, ինչքան չեն քսնում։ Սա պետք է մեր ժողովուրդը հասկանա։ Այ այդ ժողովրդի հասկանալու հետ կապված, պարոն Բոզյան, տեսեք, կա անկալմա իրականություն ու այդ իրականությունը անկալելու խնդիր։ Իրականություն, որ նայում ես իրավիճակին, պատկերներին, հիմա դուք ասում եք, այ Մակրոնը հայտարարել է 4000, չգիտեմ, ֆրանսիացի զինվոր այստեղ գալու մասին, հակաթուրքական մոտեցում ունի Ֆրանսիան, որը շատ տարօրինակ է, այստեղ լավ անկալվում է, այդ ամենը եմ ասում, որ մարդիկ պատկերացնում են։ Հիմա լավ անկալվում 4000 ֆրանսիացի զորք, չգիտեմ, մի քանի հատ Սեզար կբերեմ, մի քանի հատ հակաօդային, մի հատ ռազմավարական համագործակցության մասին ստորագրեն, էթիկ ստեղծի բաներս մի բան ասեմ, մի հատ կներես, իրանք ոչ մի բան չեն կարող բերեն։ Ինչի որտեվ Հայաստանի սահմանը, Հայաստանի տարածքը տեսնում եք, չէ՞, ինչով է պայմանավորված։ Ուրեմն կա Իրան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա։ Ոչ մի սահմանակից երկիր չի համաձայնվելու, որ ցամաքային ճանապարհով զենք ու զինամթ։ Իսկ օթով դու չես կարա այն լայնածավալ, տեսեք օրինակ բանը Ղարաբաղ երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը որ մեծ ծավալի աջակցություն էր տալիս Հայաստանին, որ հիմա սա մոռացել են, հիմնական աջակցությունը գնացել է ցամաքային Իրանով, ընդ որում Իրանը մի գաղտնիք էլ բացեն, առաջին 2 շաբաթը փակեր էր բանը, որովհետև Փաշինյանի իշխանության խիստ բացասական քայլերի արդյունքում Իրանը պատժել էր Փաշինյանին, դրա մասին շատերը չգիտեն դրա մասին, որը խոսվեց այդ մասին, բայց հիմա պատերազմի հետևանքների, բայց ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, այսինքն եթե դու ցամաքային սահման չունես, դու չես կարող հասկանալի է, բայց ասենք այդ շոուն զինվորը Ֆրանսիան, հակաթուրքական, մենք հայերի հետ եղբայր ենք եւ այլն, միջայլոց որը 1920 թվականին տեսել ենք, էլի։ Ու նա դուք ասում եք, այ մյուս տարբերակը այնա, որ քիչ թե շատ գոյություն ապահովեք նորմալ պետություն լինեք այստեղ, դա այն տարբերակն է, երբ մեջում ես Մակրոնի ավանտյուրային մասնակցելը։ Հիմա դուք սենց նկարագրում եք, շատերի համար դա կարող է թվալ շանս ինչ-որ բանի հասնելու, չգիտեմ, հողեր ազատագրելու, մեծ երազանքներ ունենալու։ Ես քեզ մի հատ կներես բան ասում, 100 տարի առաջ մենք ունենք 60,000 քառակուսի կիլոմետր տարածքով երկիր։ Մենք մեր ավանտյուրայի, մեր այն ժամանակվա քաղաքական վերնախավի անմեղսունակ քայլերի արդյունքում մենք կորցրեցինք Ղարսը, կորցրեցինք Նախճեվանը, կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, կորցրեցինք Իգդիրը եւ քիչ էր մնում կորցնեինք Գյումրին եւ Զանգեզուրը։ Չէ, հետել են կորցրել, հետո սովետները հետ վերցրին։ Դուք խաբարեք, որ ընդհանրապես երբ որ բանը 11-րդ բանակը եկավ, մենք արդեն կորցրել էինք արդեն Գյումրին եւ ամեն ինչը կորցրած էր եւ ասեմ ձեզ որ Գյումրին ոնց ենք հետ բերել ուրեմն երբ որ բոլշևիկների եւ Թուրքիայի այդ քեմալական Թուրքիայի պայմանավորության համաձայն որ բոլշևիկները աջակցում էին Թուրքիային երբ որ արդեն վերջնական պայմանագիրը կար որ այդ 29000 քառակուսի կիլոմետր պիտի տարածք լիներ այդ ժամանակ թուրքական բանակը Գյումրիում նստած էր Ղարաբաղի գլխավոր ինքը դուրս չէր գալիս այդ բանը չնայած պայմանավորություններ կար Օրջենիկիձեն կանգնացրեց այդ բանը, սպասեց, ասեց մինչև ուտրում ձենգի, վեճերում ստուլը կամ հակառակը։ Այսինքն թուրքական բանակը դուրս եկավ Գյումրիից, նոր իրանք այդ օգնությունը հաստրեցին։ Սա էս ուղղակի ուզում եմ մեր ժողովուրդը իմանա, որ այդ
կորուստների գլխավոր մեղարը ոչ թե Ռուսաստանն էր, այլ այն ժամանակվա քաղաքական վեհնախավը, որը այսօրվա Նիկոլ Փաշինյանից ոչինչով չի տարբերվում, որի պատճառով մենք հիմա նույն բանը անում ենք, նույն բանը։ Հիմա նայեք, մեզ տենց կերակրում են այդ վեր գաղափարը, դե հայ ժողովուրդն էլ սիրում է տենց դավադրապաշտական ինչ որ մոտեցումներ, մեծ գաղափարներ իբր, հա, ազատագրել ու ֆրանսիական զորքը դարավոր երազ Կիլիկիայից Կիլիկյան թագավորությունից սկսած միջև Կիլիկիայի ճակատագիրը։ Հա, այդ թվականից այո, այդ պատահական չեմ բերում։ Նստած սպասում ենք եվրոպական օգնությանը, եվրոպական զորքերին, այդ Իսրայելի օրու նամակների պատասխանը վերջապես հիմա ստացվում է ֆրանսիական զորքին։ Որ հիմա թուրքական վերլուծական միտքը սենց է ասում, մենք հիմա պետք է հետևենք եւ հասկանանք թե հայերն ու հույները ինչքանով են պատրաստ մանրադրամի դեր կատարելու Ֆրանսիայի եւ Իսրայելի համար։ Իրանք բարձ ասում են, մենք հիմա նստած սպասում ենք դրան։ Եվ իրանք սպասում են, ասում են, եթե հանգարց տեսնենք, որ հայերը այդ ֆունկցիայի մեջ ակտիվ մտնեն, ուրեմն մենք պետք է մեր խնդիրը լուծենք, ընդլայնենք մեր բնական սահմանները։ Տենց է կոչվում իրենց ձևակերպումը։ Եթե ավելի པարզ եւ մանրամասն ասենք, որպեսզի մեր հայ ժողովուրդը հասկանա, մի առարկայական ասենք, ինչ տեղի կունենա, ինչ է նշանակում ընդլայնել մեր սահմանները։ Տեսեք, քանի որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանը ֆիքսել է 21 թվականի ռուս-թուրքական պայմանագրով, սա ռուս-թուրքական պայմանագրով երկիր է, սա Ռուսաստանի Թուրքիայի կոմպրոմիսով երկիր է ստեղծված։ Երբ որ դու մերժում ես Ռուսաստանին եւ բերում ես այլ երկիր, ավտոմատ դու մերժում ես այն նախկին պայմանագիրը, որ Ռուսաստանի հետ կա։ Դա նշանակում է Թուրքիան իր զորքերը կմտցնի որպես պատասխան, որ ֆրանսիական զորքեր են գալի, որոնք թշնամական են համարվելու, այսինքն եթե ֆրանսիական ռազմաբազա է ստեղծվելու Հայաստանում, Ռուսաստանի տեղը։ Իրանք հայտարարել են, որ սա թշնամական բազա է, ինչպես որ հիմա զգուշացնում են Կիպրոսի վերաբերյալ։ Իրանք ասում են, թե Կիպրոսում հիմա ֆրանսիական բազա ստեղծվի, մենք որոշում ենք կայացնելու դրա նկատմամբ։ Նույն ասել են Հայաստանի նկատմամբ, բայց քանի որ հայ ժողովուրդը ունի վախի սինդրոմ Թուրքիայից, որը հասկանալի սինդրոմ է, եւ եթե իրանք Ռուսաստանի տեղը ուրիշ զորք չլինի, ժողովուրդը չի հանդուրժի այդ ամեն ինչը։ Հիմա այս ավանտյուրիստ իշխանությունը, քանի որ ուզում է ռուսական զորքը փոխի ֆրանսիականով, թուրքական իշխանությունը պարզ ասում է, մենք կմտնենք Հայաստան, կգրավենք Հայաստանը, որովհետեւ կձևակերպենք, որ կա սպառնալիք Հայաստանի կողմից։ Այսինքն պատերազմի ասում եմ, պատերազմի կուսակցությունը դա Նիկոլ Փաշինյանի տեսքով է։ Այսօրվա Հայաստանի միակ պատերազմի կուսակցությունը դա Նիկոլ Փաշինյանն է եւ իր ԿՊ-ն։ Ու դա կործանարար պատերազմ է լինելու, դա վերջնական պատերազմ է լինելու։ Եթե նախորդ դարում կար 11-րդ բանակ, որը փրկեց Հայաստանը Ալեքսանդրոպոլի պայմանագրից, հիմա Ալեքսանդրոպոլի պայմանագիր էլ չի լինելու։ Պարզապես Հայաստան չի լինելու։ Ինչպես որ կա հիմա Արցախ չկա, Կիլիկիա չկա, այսպես չէ։ Ընդ որում իրանք ունեն պատմական արդարացում, որտեղ դուք առաջինը ուզում եք մեզ սպառնաք, եթե դուք ուզում եք մեզ սպառնաք, մենք դες կսպառնանք, որ դուք վերանաք։ Սա է խնդիրը։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ չդառնանք այդ աշխարհակաղակական մանրադրամը ու հիմա մինչև հունիսի 7-ը հնարավորություն ունենք քիչ թե շատ, այսինքն քիչ թե շատ բանը խաղաղ ճանապարհով չդառնալու այդ ամեն ինչ, ուղղակի դրա համար պետքա մտնել ընդրատեղամաս եւ չքվեարկել առնվազն Նիկոլ Փաշինյանի։ Մենք ունեցել ենք երկու փորձ, երկու պատմություն, Արևմտյան Հայաստանի եւ Արևելյան Հայաստանի պատմություն։ Արևելյան Հայաստանը Ինչ է հիմա մենք ապրում ենք, ծաղկում ենք, ամբողջ Հայաստանը ապրում է, 3 միլիոն մարդ ապրում է այստեղ, Արևմտյան Հայաստանում հայ չկա։ Կներեք, մարդ պետք է ապուշ ունի, որ այս երկու ընտրության մեջ ընտրի այս ես ուրիշ բան չէ։ Եթե մարդիկ պետք է ընտրեն այս ճանապարհը, կներեք, ուրեմն դա նշանակում է այս ժողովրդի մեջ կա ինքնաոչնչացման գեն, որ ինքը գնում է այդ ճանապարհով։ Այդ ժողովրդին ոչ մեկ չի կարող փրկի։ Բայց ես հույսով եմ, որ հունիսի 7-ին ժողովրդի մեծ մասը Չնայած ամոթա, որ մինչև հիմա գիտակցություն չի եղել, բայց մեծ մասը քվեարկելու է մերժելու այս ավանտյուրիստներին, որտեղ այս ավանտյուրիստները իր ղեկավարի գլխին ֆունդամենտալ ավանտյուրիստ են։ Մարտի 1-ին ավանտյուրիստը 10 զոյի արդյունքում թռավ, սաղ գնացին, կոտորվեցին, ինքը փախավ։ Երկրորդ ավանտյուրան եղավ ինքը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Տաուշում ավանտյուրա արեց, պատերազմ եղավ, պատերազմում ինքը լի թռել էր փաստացի 4300 զոհվեցին։ Երրորդ ավանտյուրան եղավ Ջերմուկում, երբ որ ինքը Մակրոնի հետ արդեն այդ ավանտյուրնի որոշումները կայացրել էին, որ պետք է հոկտեմբերի 6-ին կնքեին, դրանից 2 շաբաթ առաջ իրան հույշացրեցին Ադրբեջանի հետ օպերացիայում, Ջերմուկում 200 հոգի զոհվեց, ինքը թռավ։ Հիմա վերջապես երրորդ թռնելու ժամանակն է գալու, ինքը Հայաստանը կործանելու ու թռնելու է։ Եթե ինքը վերընտրվի հունիսի 7-ին, սա է խնդիրը։
Շնորհակալություն, պարոն Բոզարյան, այսքանով ավարտենք եւ եւս մեկ անգամ ֆիքսենք, թե մի քիչ ռենտգենային բանով որ նայում ես, արդեն ակնհայտ դառնում է, որն է պատերազմի կուսակցությունը, որն է խաղաղության կուսակցությունը, այսինքն որ կողմը։ Իսկ այստեղ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ն եւ անձամբ Նիկոլ Փաշինյանն այս մակրոններով եւ այլնով սրանք իրականում պատերազմի ակրավներ էին եւ ամեն ինչ անում են Հայաստանը ներքաշելու այդ ավանտյուրաների մեջ, ինչը մենք նախորդ տարիներին արդեն տեսել ենք, ինչպես պարոն Բոզարյանը նշեց, Արեգ Նազ, այսքանով ավարտենք մեր զրույցը, մեր ունկնդիրներին չմոռանանք ասել, որպեսզի բաժանորդագրվեն մեր հարթակներին, կիսվեն, տարածեն եւ մեկնաբանություններ գրեն, միանան մեր բոլոր էջերին, միացեք, որ փոխենք։